Դերասանուհի Ինա Խոջամիրյանը օրերս իր ինստագրամի ալիքում նոր հրապարակում էր արել հոլովակի տեսքով։ Հոլովակում երևում է, թե ինչպես է ինքն իր մազերը կտրում։ Առաջարկում ենք դիտել տեսանյութն առանց մեկնաբանության, իսկ այնուհետև կներկայացնենք հրապարակմանը կից գրառումը։ Տեսար ինչ ծուրարեցի ես ստարկ Մաշինկով կդուկում ես։ մի հատ էլ ոобще չեմ կտրել մեջից։ Չգիտեմ ինչի եմ սա հրապարակում, բայց անկեղծությունն ու ազնվությունը միշտ առաջնահերթ են, չէ՞։ Սա արել եմ այն մտքով, որ ինչ-որ բան իմ ներսում արդեն վաղուց ոչ թե կոտրվել է, կարևոր է, այլ դարձել է ուրիշ։ Անուն չունեցող մի բան է, լուռ, բայց անսասան։ Փորձել եմ քայլել նույն ճանապարհով, նույն մարդկանց կողքով, նույն բառերով։ Բայց ամեն ինչ արդեն մի փոքր ծուռ է, մի քիչ խեղված։ Կարևոր է, որ այլևս ինքս ինձանից չեմ վախենում։ Վախենում եմ նրանից, որ ուրիշներն են շարունակում սեղմել ինձ հին չափսի մեջ, այն չափսերի, որի մեջ այլևս չեմ տեղավորվում, քանի որ կաշի եմ փոխել։ Շերտավոր եմ, այլ կերպ եմ այլևս։ Ինձ ասում են՝ փոխվել ես, պատկերացում չունենալով, թե որքան երկար եմ ես լռել նախքան փոխվելը։ Այդ լռության մեջ լսել եմ ամենախորը ճիչս, այն ճիչը, որին չարձագանքեց ոչ ոք։ Եվ այդ լռության մեջ ես վերջապես հասկացել եմ, որ վերադարձ չի լինելու, որովհետև պարզապես այլևս չկամ այնտեղ, որտեղ կայի։ Հենց սա է փոխակերպումը, այն մետամորֆոզը, որը անուն ու մարմին առավ մի օր։ Չգիտեմ, արդյոք վերածվել եմ ինչ-որ նորի, թե գուցե վերադարձել եմ այն եսին, որը միշտ փորձել եմ թաքցնել կարգուկանոնով, պարտավորություններով ու խաբուսիկ հանգստությամբ։ Բայց սա մետաֆորիկ մի իրադարձություն էր, որը շերտազատման մաս դարձավ նախորդ գիշեր։ Ազատվելով ակնկալիքներից, սպասումներից, անցյալից, կուտակված ավելորդ բացասական ու խանգարող էներգիաներից, արտաքին ճնշումներից, երեսպաշտություններից, անարդարությունից և ինքս իմ փայփայած հնացած եսից։ Այն ինչ ստացվեց վերջում, փորձված ձեռքը կշտկի։ Բայց բարև, ես ինձ շատ եմ դուր գալիս, և բարի գիշեր։ Նշենք, որ դերասանուհի Ինա Խոջամիրյանի անձնական կյանքում չստացված հարաբերություններն անպակաս են։ Դերասանուհուն վերջին 4 տարիների ընթացքում կարողացել են 3 տարբեր սիրավեպեր վերագրել։ Դեռ 2017 թվականին համացանցում շրջանառվում էր Ինա Խոջամիրյան-Հայկ Պետրոսյան միությունը, տևական ժամանակ քննարկվելով նրանց սիրավեպը, սակայն դերասանները նախընտրում էին ոչինչ չմեկնաբանել։ 2019 թվականի հունվարի 19-ին դերասանուհի Ինա Խոջամիրյանը պաշտոնապես նշանադրվեց դերասան Հայկ Պետրոսյանի հետ։ Մինչև այդ հունվարի 8-ին Հայկը Թայլանդում ռոմանտիկ առաջարկություն էր արել Իննային։ Դերասանուհին լուսանկար էր հրապարակել իր էջում և գրել. «Ես ասացի այո»։ Մինչև այդ զույգը չէր խոսում անձնական հարաբերությունների մասին, սակայն նշանադրությունից հետո թե Հայկը, թե Իննան հրապարակեցին համատեղ լուսանկարներ։ Կարճ ժամանակ անց զույգը հեռացրեց բոլոր հրապարակումները և պարզ դարձավ, որ նրանք այլևս միասին չեն։ Նշենք, որ Հայկն այժմ ամուսնացած է և դուստր ունի։ Հայկից բաժանվելուց որոշ ժամանակ անց լուրեր էին պտտվում Իննա-Վահե Զիրոյան զույգի միջև եղած հնարավոր սիրավեպի մասին։ Այս դեպքում ևս ոչինչ չէր հրապարակվում, սակայն ժամանակ առ ժամանակ զույգին տեսնում էինք միմյանց ուղեկցությամբ, գրկախառնությամբ, ինչպես նաև միմյանց հետ ճամփորդելիս։ Նշենք, որ նրանք համատեղ աշխատում էին միևնույն նախագծում և երբեմն համբույրի տեսարաններով հանդես գալիս։ Իսկ Իննայի հանրությանը հայտնի սիրավեպերից վերջինը դերասան Գոշ Հակոբյանի հետ էր։ Նրանք նկարահանվել էին «Անտառի տնակը» ֆիլմում, որից հետո էլ սկիզբ էին առել ասեկոսեները։ Կարճ ժամանակ անց նրանք ինստագրամյան հարթակում համբույրի լուսանկար էին հրապարակել, որը հաստատեց նրանց միասին լինելու կասկածները։
Սակայն այս միությունը ևս երկար չտևեց։ Հատկանշական է նաև նշել, որ վերջերս Գոշ Հակոբյանը Breakpoint Go Sport FM փոդքասթի ժամանակ խոսել էր այս հարաբերությունների մասին եւ ոչ միայն։ FM փոդքասթի հերթական թողարկման հյուրն էր պրոդյուսեր, ռեժիսոր Գոշ Հակոբյանը։ Star News-ը հետևեց զրույցին ու առանձնացրեց հետաքրքիր հատվածներ։ Հաղորդման ընթացքում խոսք եղավ երգչի ու դերասանի կարիերան ավարտելու, որպես պրոդյուսեր եւ ռեժիսոր նոր հաջողություններ գրանցելու, դաշտում փորձառու եւ ավագ սերնդի դերասանների հետ աշխատելու մասին։ Անձնական ու գործնական հարաբերությունների բախման, դերասանուհի եւ պրոդյուսեր Իննա Խոջամիրյանի հետ հնարավոր նոր համագործակցության մասին խոսելով Գոշը նշեց. Ես երբեք ոչինչ ոչ մեկի հետ չեմ բացառել եւ չեմ բացառում։ Հակառակը, ավելի շատ նայում եմ օբյեկտիվ իրականությանը։ Անձնական հարաբերությունները չստացվելու պատճառով հեռուստադիտողը, սպառողը չզրկվի այդ կոնտենտը նայելուց։ Դրա համար ես կողմ եմ օբյեկտիվությանը։ Մինիմում սուբյեկտիվություն, մաքսիմում օբյեկտիվություն։ Գոշ Հակոբյանը փաստեց, որ շախմատիստ սերիալը 55 միլիոննանց բյուջե է ունեցել, որը գրեթե 2 անգամ գերազանցել է Սիրելի Սահմիին, սակայն իր խոսքով դա էլ դեռ իրենց սպասված արդյունքը չէր։ Կհասնենք լավ արդյունքի։ Ոչինչ մեզ դրանից չի բաժանում։ Ոչ մեկ չի եկել Հայաստանին փակել։ Դուք չարտադրեք լավ ֆիլմ։ Դա հնարավոր է, ու մենք բոլորով դա անում ենք։ Ինձ դուր է գալիս, որ բոլորը ձգտում են որակյալին։ Այս հարցազրույցից իրով առանձնացրել էինք այսքանը։ Դերասանուհի Իննա Խոջամիրյանի անձնական կյանքը բազմիցս հայտնվել է քննարկումների, ինչպես նաև քննադատությունների կենտրոնում։ Դեռ տարիներ առաջ դերասանուհին բավական բաց էր պահում անձնական կյանքը։ Այդ թեմայով խոսում էր ամենատարբեր հարցազրույցների ժամանակ, հրապարակումներ էր անում։ Սակայն առաջին բաժանումից հետո Իննան որոշեց գաղտնիություն պահպանել ու հազվադեպ էր խոսում այդ մասին։ Մի քանի սիրավեպերի մասին քննարկումներից հետո Իննայի անունը սկսեցին կապել Գոշ Հակոբյանի անվան հետ։ Հարաբերությունների սկզբնական շրջանում զույգը փորձում էր որոշակի գաղտնիություն պահպանել այդ թեմայով, ոչ հաստատում եւ ոչ էլ հերքում էր տարածվող լուրերը։ Որից հետո Գոշը Իննայի հետ ինստագրամյան հարթակում համատեղ համբույրի լուսանկար հրապարակեց, այդպիսով հաստատելով իրենց միությունը։ Նրանք նախ նկարահանվում էին հեռուստասերիալներից մեկում, ապա սկսեցին սեփական նախագծեր թողարկել, որոնք այս կամ այն չափով հաջողություն ունեցան։ Թվում էր ամեն ինչ ներդաշնակ է ընթանում, եւ ի վերջո դերասանուհու այս հարաբերությունները օրինական փուլ կմտնեն։ Սակայն Star News-ի աչքից չվրիպեց, որ Իննան եւ Գոշը դադարեցին հետևել միմյանց ինստագրամյան հարթակում, ինչպես նաեւ հեռացրել էին համատեղ լուսանկարները։ Դերասանուհին էլ իր հերթին բավականին տարօրինակ հրապարակում էր արել ինստագրամյան իր էջի սթորի բաժնում, նշելով վերջ։ Այս ամենը թույլ էր տալիս ենթադրել, որ զույգը բաժանվել է։